Խաղաղություն սիրելի հավատագիցներ, ասված ձեզ շատ օրհն է, սիրելիներ Աստծո խոսքերը հոգի եւ կյանք են, հիշում եք, չէ՞։ Դրա համար է, որ եթե հայտնություն չկա խոսքի, ինչքան լսել եք, չէ՞, աշխարհիկ մարդիկ ասում են, կարդում ենք, ասում եք ձեր հարևանին, ձեր ընկերոջ, ձեր գործընկերին, կարդացեք Աստծո խոսքը, ասում եք կարդում ենք, բայց չենք հասկանում մի բան։ Ինչու համար, որովհետև Աստծո խոսքը հոգի է եւ կյանք է, սիրելիներ։ Դա կենդանի խոսք է եւ դա միայն մարդուն հայտնվում է Սուրբ Հոգու միջոցով։ Հետևաբար մարդը խոսքի հայտնություն գուզե։ Դուք բոլորդ գիտեք, որ Նիկոդեմոսը, երբ որ Հիսուսին մոտեցավ, ինքը հրյա իշխան եւ ուսուցիչ էր։ Ինքը բոլոր հին ուխտը սովորեցնում էր մարդկանց։ Բայց Հիսուսի խոսքերը չհասկացավ ինքը, որովհետև հոգի եւ կյանք են։ Ինչու՞ համար ես ամենը ցես ասեցի նախքան սկսեմ իմ խոսքը, որովհետև կարելի է որ մենք Աստծո խոսքը ընթերցենք եւ սխալ հասկանանք։ Ինչու՞ համար աշխարհում կա տարբեր վարդապետություններ, որովհետև խոսքը մեկնաբանվում է տարբեր ձևերով, բայց խոսքի իմաստը մեկ է, դա Տեր Հիսուսը գիտե, չէ՞, ինչ է ասում։ Աստված գիտե իր խոսքի իմաստը ինչ է։ Մեկ իմաստ ունի այդ խոսքը, թեև խոսքը կարա խորություններ ունենա, երեսներ ունենա, այդ խոսքը կարելի է կիրառվիր տարբեր բարակաների մեջ, տարբեր նյութերով, բայց մեկը չի փոխվում։ Խոսքի հունդը, խոսքի կորիզը չի փոխվում։ Դրա իմաստը մեկ է, սիրելիներ։ Հետևաբար տեսնում ենք, որ որոշ քրիստոնյաներ կան աշխարհում եւ նույնպես կարելի է մեր եկեղեցիներում լինեն, սիրելիներ։ Թեև եկեղեցու վարդապետությունը հստակ է, բայց տարբեր մարդիկ կարդում են անհատական եւ կարան ուրիշ ձևով հասկանան խոսքը։ Ինչի մասին եմ խոսում։ Արդյոք Աստված նախասահմանել է, այդ բառը ծանոթ է, չէ՞, նախասահմանել բառը, որ շատերի շփոթության է մատնում։ Եվ մեր ժողովրդից որոշ։ Նախասահմանել է որոշ մարդկանց փրկությունը, իսկ մյուսներին կորուստ։ Արդյոք Աստված նախասահմանել է որոշ մարդկանց փրկությունը, իսկ մյուսներին կորուստ։ Եվ տեսնում ենք, որ Աստվածաշնչում, երբ որ ընթերցում ենք, շատ տեղեր կսե նախասահմանել է, եւ պիտի տեսնենք մենք այդ համարները։ Եվ մի հատ պիտի լուսափանդվենք այդ համարների վրայով, որ տեսնենք ինչպես ենք հասկանում, եւ կարող է որ սխալ հասկանանք, եւ որն է ճիշտ հասկացողությունը, սիրելիներ։ Ինչպես որ ասեցի, եկեղեցու բարեփոխման ժամանակ 16-րդ դարին, այսին 1500 թվականներու սկիզբներուն, գիտեք, որ եկեղեցին ռեֆորմացիայի ենթարկվեց, գիտեք բոլորդ Մարտին Լութերը, որ ինքը համարվեց ապոստոլ կաթոլիկ եկեղեցու դեմ, բայց այս մտքերը Մարտին Լութերի մտքերը չեն ամենայն դեպս, այն ժամանակաշրջանին ահագին աստվածապաններ կային, դրանցից շատ ճանաչված Ջոն Կալվին անունով, ինքը ֆրանսիացի է, ինքը իր անունը Կալվեն է, Ջոն Կալվեն, ինքը աստվածապան էր եւ իր խոգումներու արդյունքում հասավ մի վարդապետության, որ աշխարհում շատ եկեղեցիներ կա այդ վարդապետությունը ընդունած են, որ Աստծո փրկությունը բոլոր մարդկանց համար չէ, որոշ մարդկանց համար է, Աստված սկիզբից նախասահմանել է ով պիտի փրկվի եւ որոնք պետք չէ փրկվեն։ Եվ դա մեզ համար շատ խորթ է թվում, բայց նույնպես ասեցի մեր ժողովրդից արգա որոշ լսում եմ, որտեվ առնչվում եմ, շփվում եմ եւ իրենք կարդում են։ Եվ ասում նայեր այսպես է ասում Աստծո խոսքը։ Հիմա պիտի նայենք ինչպես է ասում այդ խոսքերը, սիրելիներ։ Հետևաբար Ջոն Կալվին անունով վարդապետը, աստվածապանը, սիրելիներ, ինքը այդ խոսքերը իր
խոգումներու մեջ սխալ մեկնաբանելով ինքը բերավ կետեր գա ասենք ասում ենք կալվինիզմի 5 կետերը միան այդքան չէ բայց 5 հիմնական կետերը կան կալվինիզմի որ դրանով ինքը իր վարդապետության հասկացողությունը ցուցաբերում է սիրելիներ թե ինչու համար մարդիկ ասենք թե որ որոշ մարդիկ նախասահմանվել են փրկության համար եւ որոշ մարդիկ նախասահմանվել են գորստի համար բայց Ջոն Քալվինը ինքը քիչ ապրեց երկար չապրեց ժամանակ մարդիկ կարճ էին ապրում դրանից հետո եկավ Ջակոբոս լսած կլինեք Արմինիուս հայ հետ կապ չունի ինքը դա հոլանդացի աստվածապան էր ոնց որ այդ 5 կետերի թեմ ինքը շատ ավելի նման առաջին եկեղեցու վարդապետության ուրեմն այդ 5 կետերի թեմ նորից ավելի առողջ 5 կետերը դրավ որբեսի այդ կալվինիզմի շփոթությունը վերանա բայց տեսնում ենք որ մինչև այսօր շատ մարդիկ կալվինիզմի հետևում են տարբեր եկեղեցիներ քրիստոնյանան նույնպես անհատներ տարբեր եկեղեցիներից սիրելիներ եւ տեսնենք մենք ինչ են այդ 5 կետերը ուրեմն կալվինիզմի 5 կետերից առաջին կետը ամբողջական ապականությունն է մարդու այո մարդը մեղքի մեջ ինգավ ամբողջովին ապականվեց դեմ չենք այդ խոսքին բայց մեղքի պատճառով գսե մարդը ամբողջությամբ ապականված է եւ չի կարող դառնալ դեպի Աստված առանց Աստված իրեն շնորհելու տա հիմա թվում է դա սա բավականի առողջ բայց Մյուս միտքը ասեմ արմինյանիզմի հիմա պիտի տեսնենք ինչպես պիտի տեսնենք թերությունը ինչի մեջ է իսկ արմինյանիզմի մեջ որ շատ ավելի նման է առաջին եկեղեցու վարդապետության ասում է որ նախընթաց շնորհ կա այսինքն Քրիստոսի խաչելության շնորհը չէ այսինքն Քրիստոս խաչվեց եւ մերքեւի թողություն բարգեւեց մեզի այդ շնորհքով ենք մենք փրկվում բայց նախընթաց շնորհքը որ մեկն է մեղքը վնասել է մարդուն, բայց Աստծո նախընթաց շնորհը բոլորին հնարավորություն է տալիս արձագանքելու Աստծո շնորհքին։ Այսինքն, եթե դու չունես հնարավորություն արձագանքելու, դու երբեք չես ընդունելու Քրիստոսի ավետարանը։ Այսինքն, բոլոր մարդիկ թեև ինգան, թեև վնասվեցան, բայց բոլոր նախընթաց շնորհքը մարդուն ներսիտին տալիս է հնարավորություն արձագանքելու կամ մերժելու փրկության շնորհքը։ Բարձ է, բարձ հասկանում եք, չէ՞։ Տեսնում եք, իսկ Կալվինիզմը ասում է, որ մարդը բացարձակապես չի կարող արձագանքել Աստծո շնորհքին։ Բացի եթե Աստված ասում է, այստեղից 10 հոգի կարող են արձագանքել եւ վերջ։ Մյուսները գորստյան են գնալու։ Ինչ որ մենք թվում է մեզի անարդար, բայց ահագին միլիոնավոր քրիստոնյաներ կա որ հավատում են դրան սիրելիներ։ Եվ ասում է որ փարքեստեր դու ինձ նախասահմանել ես, բայց ինքը չի ցավում սիրտը որ մյուսին չի նախասահմանել, թեև սխալ հասկացողություն է, բայց որ Մովսեսին ենք հիշում։ Հիշում եք Մովսեսին։ Ասեց, եթե չներես իրենց 2.3 միլիոն ժողովրդին, իմ անունս չնչեք յանքի կրկեն, ինչպես ես կարող եմ ասել, որ ես լավ եմ։ Իսկ մյուսերն թժող են, հիմա ինչ անեմ, ինձ ընդրել եք, արևորը ես ուրախ եմ, ես չեմ կարող ապրել այդպես։ Եթե իմ Աստվածս ինձ նախասահմանել է, իսկ քեզի նախասահմանել է թժողքի համար, ես հետ կգնամ հավատքիցս։ Ես այն Աստծուն չեմ բաշխի, լուրջ բան եմ ասում։ Բայց Աստվածաշունչը այդպես չի ասում։ Հիմա հետևենք եւ պիտի տեսնենք բոլոր մանրամասնությունները սիրելիներ։ Դրա համար ուշադրությամբ լսենք, կարևոր կետեր են սա։ Հետևաբար առաջին կետերը համեմատեցինք միասին, երկրորդ կետը Կալվինիզմը, որ ես մերժում եմ, եւ մեր եկեղեցին մերժում է։ Իմ անպայմանական ընդրություն, Կալվինիզմը, անպայմանական, երկրորդ կետն է սա, անպայմանական ընդրություն։ Աստված ընդրում է փրկվողներին ոչ նրանց հավատի հիման վրա, այլ իր կամքի համաձայն։ Ինչ որ եթե հավատքի հիման վրա չի ընդրում, բարձրապես իր կամքի, իր կամահաճույքի համաձայն շատ կներեք։
չի լինի։ Իսկ կալվինիզմը, արմինյանիզմը ասում է, որ պայմանական է ընտրությունը, Աստված ընտրում է փրկվողներին կանխատեսված հավատքի հիման վրա։ Ինչով ենք մենք փրկվում։ Հավատքով, չէ՞։ Ով ազատ կամքով հավատում է Քրիստոսին եւ դարձի է գալիս, դառնում է ընտրված։ Երրորդ կետը կալվինիզմի։ Սահմանափակ կավություն։ Կալվինիզմի վարդապետության մեջ ասում է, որ կավությունը սահմանափակ է, այսինքն Քրիստոսի զոհաբերությունը նախատեսված էր հատուկ ընտրյալների փրկության համար, ոչ բոլոր մարդկանց համար։ Իսկ արմինյանիզմի պատասխանը համընդանուր կավություն, Քրիստոսը մահացավ բոլոր մարդկանց համար, թեև փրկությունը իրականանում է միայն հավատացողների համար, համաձայն եք, չէ՞։ Չորրորդը կալվինիզմի անդիմադրելի շնորհ։ Երբ Աստված իր ընտրյալին կանչում է, այդ շնորհքը անպայման արդյունավետ է եւ նա բերում է հավատքի, այսինքն Աստված է նախասահմանել, որ դու պիտի հավատաս, այսինքն եթե կանչում է, դու Աստծո շնորհքին չես կարա դիմադրել, անպայման դու կհավատաս։ Իսկ արմինյանիզմի չորրորդ կետը պատասխան շնորհքը դիմադրելի է, այսինքն Աստծո շնորհը կարող է մերժվել մարդու կողմից, կարող է մերժվել կամ չի կարող, մերժում են կամ չեն մերժում, կարող է մերժվել մարդու կողմից, Աստված չի ստիպում հավատալ, այլ հրավիրում է բոլորին, Աստված չի ստիպում քեզ հավատա, բոլորին հրավիրում է, լայն, բաց ձեռքերով, որպեսզի մենք հավատանք։ Հինգերորդ կետը սրբերի հարավետևությունը, սա կալվինիզմի։ Այսինքն նրանք, ովքեր իսկապես ընտրել է Աստված, որ չեն կարողանա դիմադրել իր շնորհքը, կպահպանվեն հավատքի մեջ եւ բացարձակապես չեն կարող ընկնել։ Իսկ Աստվածաշունչը տեսնենք ինչ է ասում։ Տեսնում ենք, որ մանավանդ հայտնության քերքի 3-րդ գլուխ 5-րդ համարի մեջ է։ Այսինքն 5-րդ կետը արմինյանիզմի ասում է փրկության հնարավոր կորուստ հավատացյալը կարող է կամքի ազատ ընտրությամբ հեռանալ հավատքից, ուշադիր։ Հավատքը անհավատությունը մեղքն է, ոչ թե մեղքերը։ Մենք երբ որ մեղքից ապաշխարում ենք, անհավատությունից ստանում ենք փրկություն։ Իսկ մեր կյանքի ընթացքում, որովհետև տկար ենք եւ մարմինի մեջ ենք, մեղքեր կորցում ենք, դրանով փրկությունը չենք կորցնում։ Փրկությունը կորցնում ենք, երբ որ մենք ազատ կամքով անհավատության մեջ ենք ընկնում։ Միայն անհավատությունը, այսինքն այլևս չենք հավատում, որ Քրիստոս Աստված է, Աստծո որդին է, ինքն է փրկիչը, ինքն է հավիտենական կյանքը։ Տեսնում եք, երբ որ դա այլևս չի հավատանք, արդեն ոտնակող արեցինք Քրիստոսին։ Այն ժամանակ կարող ենք գործընծնել մեր փրկությունը։ Իսկ կալվինիզմի մեջը ասում է, որ նույնիսկ գնաս աշխարհ, լրիվ Քրիստոսին մերժես եւ այլն, մեգա փրկվելու ես, որտեղ Աստված նախասահմանել է քեզի։ Այս միտքը շատ տարածում է։ Նայեցեք, բացեք ցանցերը, Facebook-ի վրա գրում են եւ այլն։ Չգիտեմ որտեղից մեկնելով, բայց հիմա այդ համարները, որ իրենց առաջնորդում է, որ այդպես հավատան կալվինիզմի մտքերին, այդ համարները ուզում եմ, որ մենք հստակացնենք սիրելիներ եւ տեսնենք որոնք են եւ դրանց բացատրությունները ինչ է սիրելիներ։ Նախ սկսեմ Աստվածաշունչից երկու համար կարդալով, որպեսզի ահագին հակասում է կալվինիզմի գաղափարախոսության։ Գսե Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ 4-րդ համար, Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ 4-րդ համար։ Աստված գուզե, որ բոլոր մարդիկ փրկվին
ու ճշմարտությունը ճանչնան։ Ինչ է ասում, որոշ մարդիկ բրգվին կամ բոլոր մարդիկ բրգվին։ Աստված կուզե, որ բոլոր մարդիկ բրգվին, Աստծո խոսքն է։ Ճշմարիտ է, այո եւ ամեն։ Երկրորդ Պետրոս 3:9 համար, Երկրորդ Պետրոս 3:9 համար։ Տերը չուշացներ իր խոստումը, ինչպես ոմանք ուշացուցած կսեբեն, հապա երկայնամիտ կլա, վասնզի չուզեր, որ մեկը կորսվի, հապա որ ամենքը ապաշխարեն։ Ամեն։ Ուրեմն, հիմա ես բերելու եմ այդ համարները, որտեղ այդ նախասահմանությունը սխալ է հասկացվում, սիրելիներ, եւ ուզում եմ դրանք բացատրենք։ Հռոմեացիներու 9-րդ գլուխ 22 եւ 20-րդ համարները, Հռոմեացիներու 9, 22 եւ 23։ Արդ ինչ կրնա ասել մեկը, եթե Աստված իր փարգությունը եւ զորությունը ցույցնել է առաջ, շատ համբերություն եւ երկայնամտություն ցույց տա այն անոթներին, որոնք փարգության առարգա եղած են եւ գորուստի թատապարտված եւ կամ եթե ուզե իր փարգին ջոխությունը ցույցնել ողորմություն գտնող անոթներուն այն փարգին համար, որ նախապես պատրաստեց։ Հիմա ինչ են հասկանում այստեղ, կսե որ առարգա եղած են գորուստի թատապարտված, հասկանում են, որ սկիզբեն Աստված ուզեցել է դրանք գորուստի թատապարտել, բայց բացատրությունը Պողոս չի ասում, թե Աստված նախապես որոշել է մարդկանցից մի մասին գորուստյան մատնել, այլ մարդիկ իրենց անհավատությամբ են դառնում ցասման անոթներ։ Աստված մեծ համբերությամբ հնարավորություն է տալիս ապաշխարության, ընդունողները դառնում են ողորմության անոթներ, անոնք որ թատապարտված էին ցասման, երբ որ ընդունելով, արձագանքելով շնորհքին, դառնում են ողորմության անոթներ։ Աստված նախասահմանել է փրկության ծրագիրը, ոչ թե մի մասի կորուստը։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 7-րդ եւ 8-րդ համարներ։ Ուստի ցեզի հավատացյալներուդ պատվական է ան, բայց անհավատներուն այն քարը, որ շինողները անարգեցին, անիկա անգյունին գլուխը եղավ։ Եվ գլորման վեմ ու քայթակղության կար, անոնց, որ խոսքին չհավատալով կքայթակղին, որուն սահմանված ալ էին, ուրեմն շփոթությունը, որուն սահմանված ալ էինն է։ Բացատրենք, բացատրություն, Աստված չի սահմանում մարդկանց անհավատության, այլ անհավատությունն է նրանց սահմանում թատապարտության։ Պատճառը իրենց անհնազանդությունը, արդյունքը սայթակում ու կորուստը, սիրելիներ։ Արագած 16-րդ գլուխ 4-րդ համար։ Դերը ամեն բան իր նպատակին համար ստեղծեց ու ամբարիշնալ ցախորդ օրվան համար։ Բացատրություն։ Այստեղ Աստված չի ասում, որ մարդու մեջ չարություն է դնում։ Աստված մարդու մեջ չարություն չի դնում, սիրելիներ, այլ ամեն մարդ ստեղծվել է բարի նպատակի համար։ Եթե մեկը ընտրում է չարը, Աստված արդարություն է կատարում Թադաստանի օրը։ Աստված, եթե դու ընտրեցիր չարի մեջ մնալ, դե մենք բոլորը շարանկում ենք չարը, որտեղ մեղքով ենք ծնվել, բայց մենք ունենք հնարավորություն արձագանքելու բարին, Աստծո շնորհքին։ Իսկ եթե մենք չարը ընտրենք, ինչպես որ ասում է, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ընտրեցին, խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, սիրելիներ։ Դա բարձ է, որ Աստծո արդար Թադաստանն է կատարվում դրանց վրա, որ խավարը ընտրում են։ Աստված չի ստեղծում չար մարդ, այլ արդար Թադաստանով հաղթում է չարին։ Հովաննու 6-րդ գլուխ 44-րդ համար։ Հիսուս ասում է. մեկը չի կրնար ինձի գալ, եթե զիս ղրգող հայրը զանիկա չքաշե։
ու ես անոր հարություն առնել պիտի տամ վերջին օրը։ Հետևաբար սրա վրա հիմնվում են, ասում է, որ եթե հայրը չքաշե, բացարձակապես չես կարող գալ Հիսուսին։ Բայց տեսնենք Հիսուսը կարող է իր խոսքը ինքն իրեն հակասե, չի կարող հակասել։ Ուրեմն պետք է հասկանանք ինչ է ասում։ Քիչ հետո Հովհաննու 13-րդ գլուխ 32-րդ համարի մեջ նայեցեք ինչ է ասում Հիսուս։ Գսե ես ալ երբ երկրեմ բարձրանամ, բոլորին ինձի պիտի քաշեմ։ Երբ երկրեն բարձրանամ, բոլորին ինձի պիտի քաշեմ։ Այդ ինչպես էր հիշում եք Աստծո խոսքը, որ ասում է, որ վերջին օրերուն իմ հոգիս բոլորի վրա պիտի թափեմ։ Այսինքն դրանից առաջ Աստծո հոգին հասանելի չէր մարդ արարածին։ Երբ որ Հիսուս երկինք բարձրացավ, իր հոգին եղավ հասանելի բոլոր մարդկանց, իսկ անոր մերժե չի ստանալու հոգին։ Իսկ անոր արձագանք է բոլորին, բոլոր արձագանքողներուն, բոլոր հավատացողներուն, սիրելիներ, հոգին հասանելի է։ Հետևաբար Հիսուս որ բարձրանա, իր հոգին է ուղարկելու, որ բոլոր մարդկանց վրա պիտի թափե, բայց շատերը չեր արձագանքելու եւ իրենք կորստյան անոթներ են դառնալու, իրենց անհնազանդությամբ մերժմումով, իսկ բոլորին ինքը քաշում է։ Հետևաբար բացատրությունը այսպես է լինում, թե հասկացաք դուք իհարկե, ուրեմն Աստված բոլորին է ցկում թեպի փրկության, բայց մարդը կարող է դիմադրել Սուրբ Հոգուն, ինչ որ բացատրեցի։ Տեսնում եք, բարձ է դառնում, չէ՞ սիրելիներ, մեկ համար բռնելով չենք կարող, պետք է տեսնենք Սուրբ Գիրքին, կոնտեքստը պետք է տեսնենք, չէ՞, որպեսզի հասկանանք։ Եվ ինչպես որ ասեցի, շատ կարևոր է խոսքի հայտնություն։ Եթե խոսքի հայտնություն չունենանք, Աստված անարդար տեսնելու ենք։ Ինչպես որ տեսնում ենք աշխարհի իմաստունները, աշխարհի խելացիները, որ նստում են Սուրբ Գիրքը բացում են եւ վիճապանում են քրիստոնյաների դեմ, այդ քրիստոնյաները, որ խոսքի լավ հայտնություն չունեն, դեմ չեն կարողանում դնել եւ խեղճանում են եւ իրենց առաջ բերում է այս տեսակի համարներ։ Եվ ես լսել եմ շատ, խեղճանում են Եփեսացիս առաջին գլուխ 4-րդ եւ 5-րդ համարներ եւ 11-րդ համար։ Եփեսացից առաջին գլուխ 4-րդ եւ 5-րդ եւ 11-րդ համար։ Ինչպես կսե մեզ անով աշխարհի սկիզբեն առաջ ընդրեց Քրիստոսով, այսինքն որբեսի մենք սիրով սուրբ ու անարատ ըլլանք իր առջև, առաջվնե Հիսուս Քրիստոսին ցերկով մեզ իրեն որդեգիր ըլլալու սահմանեց իր կամքին հաճությանը պես։ 11-րդ համար գսե անով մենք ալ ժառանգություն արինք, որ որոշված էր անոր նախասահմանությունով, որ ամեն բան իր կամքին խորհրդով կգործադրվի։ Այստեղ հասկանում եմ, որ նախասահմանությունը որոշ մարդկանց համար է, որ Աստված նախասահմանել է, որ դրանք փրկվեն, բայց Աստված նախասահմանությունը այստեղ վերապրում է Քրիստոսում։ Աստված նախասահմանեց փրկությունը Քրիստոսում, ոչ թե որոշ մարդիկ սահմանեց փրկության համար։ Քրիստոսում է, որ նախասահմանեց փրկությունը, ոչ թե ով պիտի փրկվի եւ ով պիտի կորչի։ Տեսնում եք, նախադասությունը սխալ հասկանալու բան է։ Ինքը խոսում է Քրիստոսում փրկության մասին, ոչ թե որոշի փրկության եւ կորստյան մասին։ Դե դուք պիտի կարդաք այս ասածներս եւ տեսնեք։ Հիմա ես արագ եմ անցնում ժամանակի բանով, եթե չենք տեղավորվի ժամանակի մեջ, բայց կարծում եմ, որ հասանելի խոսում եմ, ասում եմ ցես։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 29-30 համարները։ Վասնզի զանոնք, որ առաջ կճանչնար, առաջվնե սահմանեց, որ որդին պատկերին գերբարանագից ըլլալ։ Հիմա ինչ է կատարվում, առաջվնե սահմանեց որդու պատկերին գերբարանագից ըլլալու, բաց թողելով, որ առաջվնե կճանչնարը։ Նախ ինչ է ասում, լսեք։ Անոնք, որ առաջ կճանչնար, անոնց նախասահմանեց։ Այդ առաջ ճանչնարը հանենք,
արդեն անարդար գտվա։ Անոնց որ առաջվնե գճանչնար, անոնց նախասահմանեց, որ որդին պատկերին գերբարանագիցը լալու, որբեսի անիգա անտրանի գլա բազմաթիվ եղբերներու մեջ, անոնք որ նախապես սահմանեց, նաև գանչեց սանոնք, եւ անոնք որ գանչեց նաև արդարացուց սանոնք, եւ անոնց որ արդարացուց նաև բարավորեց սանոնք։ Ամենակարևորը սկզբում նախիմացություն, ետքը նախասահմանում, այսինքն Աստված ամեն ինչ գիտե, ինչ անենք գիտե։ Գիտե չէ, ամեն ինչ դժվար բան է։ Աստծո համար էր դա մեր ուղեղով չենք կարող պատկերացնել։ Աստված գիտե, եթե դու գարցականք ես, այդ հեշտ չէ Աստծո համար։ Հասկանում եք, չէ՞։ Երբ որ գիտե, որ դու կմերժես կամ գարցականք ես, Աստված ամենակետ է սիրելիներ։ Հետևաբար, ասում է, որ Աստված գիտեր, որոնք ազատ կամքով գարցականքեն շնորհքին, անոնց որ գիտեր, որ գարցականքեր, անոնց նախապես սահմանեց բարքի ճամփան։ Հասկացաք սիրելիներ։ Անոնց որ գճանչնար գիտեր, որ իրենք գարցականք են շնորհքին, նրանց սահմանեց բարքի ճամփան։ Հովաննու 10-րդ գլուխ 26-րդ համար։ Բայց դուք չեք հավատար, վասնզի իմ ոչխարներես չեք, ինչպես ցեզ ըսի։ Այս Քրիստոսի խոսքը։ Այստեղ խոսքն, սիրելիներ, անհատական մերժման մասին է։ Նրանք արդեն մերժել էին Աստծոյինը։ Այսինքն, այդ հրյաները, որ Հիսուսի շուրջ հավաքվում էին, թփիրները, փարիսեցիները մերժում էին, սկիզբեն մերժել էին Աստծոյինը։ Հետևաբար, ուստի ոչխար չեն իրենց ազատ ընդրությամբ, որովհետև սկիզբեն մերժել էին Աստծոյինը, սիրելիներ, Քրիստոսի հետևելն է դարձնում մարդու նրա ոչխարը։ Իսկ եթե սկիզբեն մերժում ես Աստծոյինը, դուք իմ ոչխարներս չեք ասում է, որովհետև սկիզբեն մերժում էին, ոչ թե լսում էին միտք առնում, սկիզբեն արդեն հակասում էին, մերժում էին Քրիստոսին, չէին ուզում։ Հուդայի առաջին գլուխ, դե մեկ գլուխ է Հուդան, 4-րդ համարը։ Քանզի մեկ քանի մարդիկ գաղտուկ մտան, որ առաջվնե այս թադաբարդությանը համար որոշված էին։ Առաջվնե այս թադաբարդության համար որոշված էին։ Որոշվածը ինչին է վերաբերում։ Թադաբարդության օրենքին է վերաբերվում, ոչ թե անձին։ Շատի լսեք։ Ինչին էին թադաբարդված, թադաբարդության օրենքին էին թադաբարդված, ոչ թե անձին։ Բարձ է, տեսնում եք, նախադասությունը, եթե բարձ հասկանանք, արդեն ամեն ինչ տեղն է ընկնում։ Աստված չէր որոշել նրանց կորուստյան, բարձավեց թադաբարդությունը մնում է անհավատության համար։ Հայտնություն 10-րդ գլուխ 8-րդ համար։ Անոր երկրպագություն պիտի ունեն երկրին վրա բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկիզբեն ի վեր մորթված քառնուկին գենաց քրքին մեջ գրված են։ Աշխարհի սկիզբեն ի վեր ինչին է վերաբերում։ Մորթված քարին, ոչ թե քեզի ինձի։ Աշխարհի սկիզբեն ի վեր մորթված քառնուկին, որտեղ Աստված սկիզբեն նախասահմանեց մորթված քառնուկը։ Աշխարհի սկիզբեն նախասահմանեց մորթված քառնուկը, սիրելիներ։ Բարձ է։ Աշխարհի սկիզբեն մորթված քառնուկին է վերաբերում, ոչ թե անոնց որ անունները գրված կամ չգրվեցան, սիրելիներ։ Հասկան բարձ։ Ուրեմն Քրիստոսի զոհն էր նախասահմանված աշխարհի սկիզբից։ Անունները կարող են ճնճվել։ Հայտնություն 3-րդ գլուխ 5-րդ համար։ Հայտնություն 3-րդ գլուխ 5-րդ համար, բոլորդ գիտեք։ Եվ ասեցի, երբ կարող է ճնճվել։ Ոչ թե մի հատ մեղմը կործեցի դրանով ճնճվում է, անհավատությունով։ Միայն ու միայն անհավատությունով կարելի է ճնճվել, սիրել։ 3-րդ գլուխ 5-րդ համարը գարտամ, գսե որ անոր հաղթե ջերմակներ պիտի հակնի, ես անոր անունը գենաց կրկեմ պիտի չավրեմ, ուրեմն կավրվի, անոր անունը գենաց կրկեմ պիտի չավրեմ, չպիտի չնչեմ, ուրեմն
Այսպիսով ոչ ոք նախապես ստեղծված չէ կորուստի համար։ Երկրորդ Տիմոթեոս 2:20 համար։ Մեծ դանմը մեջ, երկրորդ Տիմոթեոս 2:20 համար, անոնք որ արտասանեն գրանցում են, մեծ դանմը մեջ ոչ միայն ոսկե ու արծաթե ամաններ կան, հապա փայտե ու հողե ամաններ արգան։ Ոմանք բադիվի համար են, ոմանք անարքանքի համար։ Սա ինչ են հասկանում, որ սկիզբեն Աստված որոշել է, սա անարքանքի է, սա բադիվի համար է։ Նայենք մի հատ։ Նախ ամենակարևորը անոթները մեկ տան մեջ են, ասում է մեկ տան մեջ։ Նրանց առաքելությունը փոխվում է ըստ մաքրության։ Հաջորդ համարը չենք կարդում, հաջորդ համարը կարդանք ինչ է ասում։ Երկրորդ գլուխ 21-րդ համարը Պողոսն ասում է. «Ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներ է մաքրե, անիկա պատվական անոթ մը պիտի ըլլա»։ Պատվական չէր, եթե անարգ բաներ է մաքրե, դա պատվական անոթ պիտի դառնա։ Տեսնում եք, անարգ անոթը կարող է պատվական դառնա, Պողոսը ասում է այո։ Սրբված ու իր տերոջը պիտանի, ամեն բարի գործերու համար պատրաստված։ Այսինքն, ոչ թե Աստված է որոշում մարդուն անպատվական անոթ դարձնել, այլ մարդը կարող է փոխել իր անոթի տեսակը, ըստ Պողոսի, առաքյալի, սիրելիներ։ Բոլորը միանույն եզրահանգման մասին են վկայում, սիրելիներ։ Աստված նախասահմանել է փրկությունը, փառքը եւ որդեգրությունը եւ բոլորին կանչում դեպի Քրիստոս։ Ոչ ոք չի ծնվում կորստյան դատապարտված, բայց մարդիկ կարող են ինքնակամ հեռանալ փրկությունից։ Հիմա հակափաստարկ անոթ, որ շատ հզոր է, գրեք, հակափաստարկ անոթ, որ սա շատ հզոր է։ Առաջին Տիմոթեոս 4:10 համար։ Քանզի կենթանի Աստծո հուսացեր ենք, որ բոլոր մարդոց փրկիչն է, մանավանդ հավատացյալներուն։ Լսեցիք։ Նորից կարդամ, շատ ուժեղ համար է։ Շատ։ Քանզի կենթանի Աստծո հուսացեր ենք, որ բոլոր մարդոց փրկիչն է, մանավանդ հավատացյալներուն։ Այս ինչ կարող ենք ասել սրա դեմ։ Ոչ մի բան չենք կարող ասել, սիրելիներ։ Հետևաբար այդ կալվինիզմի մտքերը, սիրելիներ, փուչ են, Աստծո խոսքի հայտնության պակասն է, սիրելիներ։ Փրկությունը տեսնում ենք բոլորին է առաջարկված, բայց արդյունավետ է միայն հավատացյալներու համար, անոնք որ հավատում են, արձագանքում են։ Այս խոսքը վերացնում է երկակի նախասահմանման գաղափարը, հիմա ինչ որ ընթերցեցինք։ Եզրակացնենք, սիրելիներ, Աստված բոլորին ստեղծել է փառքի եւ փրկության համար։ Ովքեր գոռում են իրենց կամքով են մերժում նրա շնորհը։ Ոչ թե նրանով նախապես դատապարտված լինելով։ Դժոխքը գոյություն ունի ոչ թե Աստված այդպես ուզել է։ Դժոխքը այլ քանի որ կան մարդիկ, որոնք մերժում են Աստծո սերը, ինչ է դժոխքը, Աստծո բաժանումն է, չէ՞։ Մարդը երբ որ բաժանվում է, երբ որ մերժում ես Աստծո սերը, բաժանվում ես Աստծո սիրույց, սիրելիներ, եւ դա դժոխային վիճակն է։ Աստված ազատ կամք տվեց, քանի որ սերը չի հարգադրում։ Աստված սեր է եւ ագապե սեր է։ Ինչ է նշանակում ագապե սեր, շատ անգամներ կրկնել եմ։ Այսինքն Աստված չի սիրում մեկնելով գարիքից եւ իր սերը չի ասնում նրանց, որոնք արժանի են։ Դա մարդկային սերն է։ Մարդը կարիք ունի սիրելու եւ սիրում է որ նրան, որ ինքը համարում է արժանի, իր ընկերոջն է սիրում, իր երեխուն է սիրում, իր ամուսնին է սիրում։ Իսկ դրան որ կարող է ասել, դա ես ինչ գործ ունեմ դրա հետ, դա իմ թշնամին է եւ այլն։ Իսկ Աստծո սերը չի սիրում կարիքից մեկնելով, ոչ այլ քո արժանիքիցդ մեկնելով։ Աստված սիրում է, որովհետև սեր է եւ չի կարող չի սիրել։
Եվ բացարձակապես կապ չունի քո արժանինքներդ, բացարձակ կապ չունի քո արժանինքներդ իր սիրույց օգտվելու համար։ Աստված սեր է, հետևաբար իր իսկ բնությունը չի կարող ոչ մեկին նախասահմանել կորստյան։ Իր բնությունը չի կարող նախասահմանել ոչ մեկին կորստյան։ Հետևաբար խոսքը կարդում են, չեն հասկանում, չլինի ձեր մեջ նարգա այդպես, նորից վերանայեք ձեր խոսքի հասկացողությունը, հոսքը հայտնություն գուզես իրենիներ, դրա համար ասում եմ, որ շատադեն եղբայրներն ասում են, պետք է ճանաչենք Քրիստոսին, պետք է ճանաչել Քրիստոսին, լոկ այստեղ գալ գնալ չէ, անհատական քո Տերն է Հիսուս, պետք է անհատական Տիրոջ ճանաչենք, ամեն սիրելիներ, Աստված շատ օրհնի, եկեք աղոթենք։